Դուք կուսակցության լրատվականը հայտարարություն է տարածել։ Այսօր համացանցում տարածված լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը կրկնակի դիմել է ամերիկյան իշխանություններին, ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին արտահանձնելու խնդրանքով ևս մեկ անգամ բացահայտում է իշխանության համակարգի իրական դեմքը։ Լիլիթ Մակունցն, ով պարտավոր էր պաշտպանել Հայաստանի շահերն ու արժանապատվությունը միջազգային հարթակում, փաստացի վերածվել է քաղաքական պատվեր կատարողի, ով հնազանդ կերպով սպասարկում է երկրի ներսում ձախողված իշխանության հրահանգները։ Նրա գործողությունները ոչ մի կապ չունեն դիվանագիտական առաքելության հետ և ընդամենը վկայում են անձնական ու խմբային շահերին ծառայելու պատրաստակամության մասին։ ԴՕԿ-ը հայտարարում է. Վարդան Ղուկասյանի դեմ կիրառվող այս քաղաքական հետապնդումն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից։ Դրա պատասխանատուներից մեկը Լիլիթ Մակունցն է։ Նրա քայլերն արդեն մերժվել են ամերիկյան կողմից, ինչը գնահատվում է որպես վստահության բացակայություն թե անձի, թե իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ պայքարի խորհրդանիշ, և նրա ձայնը հնչում է ավելի բարձր, քան երբևէ դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ Գևորգ Գրիգորյանն, ով բնակվում է արտերկրում, մշտապես անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցող տարատեսակ իրադարձություններին։ Այս անգամ վերջինս խոսել է Վարդան Ղուկասյանի և ժամեր առաջ ավարտված դատական նիստի մասին։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28-ին նշանակված դատական նիստում դատարանը լսել է Վարդան Ղուկասյանի բացատրությունները։ 4 ու ավելի ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվել է հունիսի 4-ին։ Հաջորդ նիստին դատարանը ըստ ընթացակարգի կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին։ Դատախազության ներկայացված դիմումն անհիմն է, նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են բխող բոլոր իրավական հետևանքներով, հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Ներկայացնում ենք ձեզ Գևորգ Գրիգորյանի ուղիղ եթերը։ Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, մենք փորձելու ենք խոսել նորից պարոն Ղուկասյանի մասին, մենք գիտենք, որ այսօր հենց այս պահին դատավարությունն ընթանում, ես ինչպես միշտ ասել եմ, որ իմ աջակցությունը լինելու է Վարդան Ղուկասյանի անձի հետ կապված, մենք ուշիշ հետևում ենք Ղուկասյանի դատավարությանը, ես կկապնում եմ մի քանի րոպեից Լաս Վեգաս հասկանալու ինչ է կատարվում այնտեղ այս պահին, ես միշտ ասել եմ, լինելով քրիստոնյա հայ, չեմ ցանկանա, որ մեր հայրենակիցներից որևէ մեկը հայտնվի օտար երկրում, օտար երկրի ինչ-որ բերդերում, ես չեմ ցանկանում որևէ մի հայի, որ այսօր լինելով ընդդիմադիր, խոսելով ճշմարտությունը և դրա համար ինչ-որ փորձեն այդ անձնավորությունը փակել կամ լռեցնել։ Վարդան Ղուկասյանը միշտ եղել է մեր հայրենակիցների կողքին, բարձրացրել է խնդիրները, այո, բարձրացրել է իմ խնդիրներից մի քանիսը, որը տվել է իր արդյունքը, դրա համար ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, իմ շնորհակալությունը Վարդան Ղուկասյանին դա լինելու է միշտ, նա ձեռք է բռնել մեզ, մեր խնդիրները, որը դա ոչ թե մեր անձնական խնդիրներն են, այլ դա մեր հայրենիքի հետ կապված խնդիրներ էր, որ ինքը լինելով օտար երկրում փորձեց բարձրացնել այդ խնդիրները և ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Ղուկասյանին և լինելով քրիստոնյա փորձում եմ լինել իր կողքին, ես նորից ասում եմ, որ ես չեմ նայել իր խոսքերին կամ իր տեսակին, դա ինքն է որոշել իր ճանապարհը, ամեն մեկը որոշում է իր ճանապարհը, ամեն մեկը որոշում է իր ապրելակերպը, բայց որպես մարդ և իմ շնորհակալությունը և նրա կողքին կանգնելը ինձ թվում է դա գիտակից հայի տեսակն է, որը շնորհակալություն հայտնելը և չխանգարել մարդու այն
տեսիլքը, որ ինքը դրա հետևից գնում է, ես մինչև այսօր մի քանի տարի մենք հետևել ենք ազգովի Վարդան Ղուկասյանին, ես չեմ նկատել որևէ բան, որ այսօրվա իշխանությունը դա թույլ է տալի, այսօրվա իշխանությունը տվեց Արցախը, այսօրվա իշխանությունը եւ նախկին եւ այսօրվա այդ նախկին այսօր չեմ ուզում սենց առանձնացնեմ, նրանք հանձնեցին Արցախը, նրանք սպանեցին մեր եղբայրներին, 5000 երիտասարդ, 3 գեներացիա, մինչև այսօր տիրում է մեր երկրում անարխիան, բարդակը, կոռուպցիոն, երեխաները, գերիները մեր Վարդան Ղուկասյանը լինելով երկրից հեռու, նա փորձել է միշտ խոսել այդ խնդիրների մասին, դրա համար իշքան էլ որ մար, բայց դա զենքն էր նրա, եթե մենք շարունակելու ենք մեր եթերը, անկախ նրանից թե ինչ է կատարում մեր սիստեմի հետ, մենք տեսել ենք նրա առանց գործերը, նրա բարձրաձայնած խնդիրները, նա այն ինչ որ բարձրաձայնում էր, մենք հասկանում ենք, որ դա իր կյանքի գնով է դա անում, կարող ամեն ինչ իրեն հետ լինել, եւ այսօր եղավ այն ինչ որ եղավ, մարդը տվեց զոհաբերություն, անկախ նրանից իր տեսակը, իր մարդ տեսակը, իր խոսակցականը, նա զոհաբերում էր ոչ թե ուրիշի փողերը կամ ինչ-որ ուրիշի կյանքը, այլ նա զոհաբերում էր իր անձնական կյանքը եւ իր ծնողի կյանքը, որը նա շատ լավ պատկերացնում էր։ Դրա համար ես լինելով հայ, լինելով օտար երկրում, ապրելով եւ հասկանալով այդ բարդությունները, ես իմ ձեռքը մեկնում եմ, ես իմ խոսքը պահում եմ մինչև վերջ։ Այսօր մենք գիտենք, որ Վարդան Ղուկասյանի ինձ թվում է, որ դա կլինի իր վերջին դատավարությունը, տա Աստված, ես հավատում եմ, ես ասել եմ, ինձ շատ անգամ հարց են տվել, ինչի համար է մեր շահագրգռված Վարդան Ղուկասյանի ազատությունը, ես ասել եմ, տվեք Վարդան Ղուկասյանին նրա միկրոֆոնը եւ նա կբարձրաձայնի եւ կբացահայտի շատ խնդիրներ, որը մեր Սփյուռքի եւ մնացած հայրենակիցների շատ քաղբանտարկն է, որի համար ես կանգնած եմ 24 խնդիրը, լավ միացավ նորից, ոնց հասկանում ենք մեր էջերը, ինչա կատարվում մեր էջերի հետ, բայց մենք փորձելու ենք եթերը շարունակել, դրա համար սիրելի հայրենակիցներ, ես ասել եմ առաջի օրը, թող սա լինի վերջի օրը եւ լինի Վարդան Ղուկասյանին ազատություն, թող Աստված իրան ողորմա, թող Աստված իրան օրհնի, սկսի նոր ուղղություն, նոր ձև, նոր տեսակ, ես այդպես եմ տեսնում, որովհետեւ արդեն ինքը էլ ինչ որ պետք էր խոսեց, հիմա գործելու պահն է, մենք ես անձամբ ինքս լինելով Ավստրիայի հայ սենատոր եւ մենք մեր բոլոր սենատորներով, մենք բոլորս մտահոգված ենք մեր երկրի խնդիրների համար, մենք պատրաստվում ենք շատ մեծ գործ անելու մեր երկրի խնդիրը առաջանում ինտերնետի հետ, սիրելի հայրենակիցներ, բայց ինձ թվում է, որ բոլորը ինձ լսում են։ Հիմա ես մի քանի րոպեից հետո կկապնվեմ մեր սենատորի հետ, որը հիմա նա Լաս Վեգասում է, ու շուտ նա հետևում է այս ամեն ինչին, մենք ստեղ խնդիր կա, տեխնիկական իրոք խնդիր կա, 3 կոմպյուտերները չեն միանում, չգիտենք ինչի համար, բայց կփորձենք հեռախոսներով աշխատել, ասուպարկ այդ հնարավորությունը կա, փորձենք հիմա մի հատ Լաս Վեգաս մեր սենատորի հետ կապնվելով հասկանանք ինչ է այս պահին կատարվում ու արդեն կշարունակենք մեր ուղիղ եթերը, ալո, Տիկին Ղազարյան, ինչպես եք, բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, մենք ուղիղ եթերում ենք, ես ուզում եմ, որ միացնեմ բարձրախոսը, 2 հարց տամ,
որ մեր հայրենակիցներն էլ լսեն այդ պահին ինչ է կատարում, որտեղ դուք ասեցիք, որ դատավարությունը շարունակվում է, ես բարձրացնեմ, հա, ձայնը, լավ, հասկանանք ինչ է կատարում Լաս Վեգասում, Տիկին Ղազարյան, դուք ուղիղ եթերում եք, խնդրեմ, խոսեք, ասեք սիտուացիան դեռ ինչ է կատարում, բարոց ես։ Ներկապային դատը շարունակվում է, մոտավորապես երևի մի 70 հոգի մարդ կա այստեղ սպասող, իր աջակիցները, դեռ ոչ մի բան, հայտնի չի, գիտենք, որ վերջին դատն է սա, տեսնենք ոնց կլինի ավարտը։ Մենք հուսով ենք, որ այո, այսօր ազատվելու է պարոն Ղուկասյանը։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ աղոթում են իր համար, շատ մարդիկ անհանգստացած են իր համար, որ մեր հայրենակիցը ոչ թե ինչ-որ խնդիրներ ունենա Ամերիկայի պետական այրերի հետ, այն նա արդարացվի, որովհետև այն գործերը, որ բերեցին դրեցին այդ անձի դեմ, դա շինծու էր, մենք դա շատ լավ հասկանում ենք, եւ ինձ թվում է լինելով մեր սենատորներից մեկը դա դուք կհաստատեք։ Բնականաբար, այն ինչ որ արվում է շատ անարդար է, այդ բոլոր մեղադրանքները ընդհանրապես կապ չունի պարոն Ղուկասյանի հետ, հուսով ենք այսօր վերջնական դատարանը արդարությունը կճանաչի պարոն Ղուկասյանի։ Տիկին Ղազարյան, քանի ժամ արդեն դատավարությունը գնում է։ Ժամը 1-ից դեռ կարող է շարունակվի, մինչև ժամը 4 կամ 5, մինչև դատարանի փակվելը։ Հասկացա։ Իսկ հնարավոր է, որ դատը շարունակվի վաղը, միսօրը կամ չգիտեմ։ Եթե այսօր ավարտ չունեցավ դատը, այսինքն որոշում չկայացվեց, այսինքն եթե դատարանը պետք է փակվի, ժամը լրանալու է, այսինքն ժամը 5-ին, կարող է վաղը շարունակվի դատը, բայց մենք հուսով ենք, որ այսօր վերջանալու է դատը։ Հասկացա։ Տիկին Ղազարյան, շնորհակալություն ինֆորմացիայի համար, ես չեմ ուզում ձեր ժամանակը շատ խլել, մենք դեռ եթերում կլինենք, եթե ինչ-որ լավ լուր կլինի, ուրախալի լուր կլինի, մենք պատրաստ ենք, մենք չենք քնելու այսօր, սպասելու ենք լավ լուրին,